Պարոն Աբրահամյան երեկ պարզ դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետը ձեր թիմակիցը Տարոն Մարգարյանը նոր գործեր են հարուցել իր վրա, խնդրում եմ մի փոքր խոսել այս մասին, արդյոք ճիշտ էր, ճիշտ չէր։ Տեսեք, նախ վերջին օրերին իշխանությունը վերաթարմացրել է իր գրողները հանրապետականի նկատմամբ։ Սրանք գործեր են, որոնք տարբեր փուլերում, տարբեր, այսպես ասեմ, շրջաններ են անցել, բայց իշխանությունը ըստ նպատակահարմարությամբ դրանք ակտիվացնում է կամ ընթացիկ ռեժիմի մեջ է պահում։ Միանգամից մեր դեպքում 3 պրոցես է զուգահեռ տեղի ունեցել։ Առաջինը Սերժ Սարգսյանին ՀԿ ղեկավարին եւ նաեւ երրորդ նախագահին նոր մեղադրանք առաջադրվել։ Երկրորդը դրան զուգահեռ նախաձեռնությունը գլխավոր դատախազությունը բերել մեր գործընկեր Տարոն Մարգարյանին հանձնարարամխելությունը զրկելու առումով եւ երրորդը դա Արմեն Աշոտյանի խափան միջոցը անփոփոխ թողելն է, այն է տնային ռեժիմում պահելը, ինչը էականորեն սահմանափակում է Արմեն Աշոտյանի քաղաքական իրավունքները, ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ամենակարևորը քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրա հնարավորությունները, հատկապես այն պարագայում, երբ որ Արմեն Աշոտյանը կուսակցության փոխնախագահն է, նաև համակարգում է արտաքին կապերը։ Հիմա միանգամից այս արշավը 3 ուղղությամբ ընթանում է։ Ինչ է ընդհանուր այս 3-ի համար։ 3-ի համար ընդհանուր է այն է, որ այն բացառապես կրում է քաղաքական բնույթ։ Այստեղ իրավական որևէ process գոյություն չունի, որովհետև Տարոն Մարգարյանի ներկայությունը այստեղ լրիվ զավեշտալի է։ Ավելին սա 18-ին բացված գործ էր, որը փորձ է արվում վերավորակավորել, որովհետև այն հոդվածները, որոնք դրվել են, դրանք իրենց նպատակին չեն ծառայեցվել, այստեղ թիրախում եղել է հենց առաջնահերթին Տարոն Մարգարյանը։ Երկրորդը Սերժ Սարգսյանի մասով նրա դեմ մի քանի ուղղություններով հարձակումներ եղել էր դատախազության կողմից, բայց այդ գործերի մեջ կան, որոնք կարճվել են, նրանք, որոնք նույնիսկ դատական քննարկման չեն հասել եւ բնականաբար ընդհանուր իշխանական կառավարությունը պահպանելու համար փորձում են նորանոր գործեր հայտարարել, որոնք ակնհայտորեն մեռնելու են, որևէ շանս չունեն մնալու, բայց բնականաբար իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ մինչև 26 թվականի գործընթացներ այս թեման մշտապես պահի ակտիվ քննարկման դաշտում։ Արմեն Աշոտյանի հետ կապված էլ դատական process-ները առհասարակ ցույց են տվել, դա անընդհատ մեր հարգելի գործընկերները լուսաբանում են, որ դրա տակ որևէ բան գոյություն չունի եւ Արմենը ըստ էության պատանդի կարգավիճակում է։ Ինչ է կարծում, այս քայլով իշխանությունը պատրաստվում է ընտրություններին, քանի որ շրջանառվում է նման լուր, որ փորձում են նախկիններին մաքրելով, ընդդիմադիրներին մաքրելով քաղաքական դաշտից պատրաստվել ընտրությունների։ Ես կարծում եմ, որ միաժամանակ մի քանի խնդիր է լուծվում, կան նաև ընթացիկ մարտավարական հարցեր, պայմանավորված նաև իշխանության ռեյտինգի աննախադեպ ցածր լինելու հանգամանքով, որը նաև սոցիոլոգիական տարբեր հարցումներով է ակնհայտ։ Երկրորդը այն խմբակը, որը եկել է 18-ին իշխանության եւ մինչեւ 18-ը եւ 18-ից հետո ներկայացրել է կեղծ մեղադրանքներ, որոնք այս ընթացքում որևէ ձևով չի կարողացել հիմնավորել, ավելին այդ process-ին ցույց են տվել, որ այն մարդիկ, ինչի մեջ նրանց որևէ քննադատություն կամ այսպես ասեմ մեղք է ներկայացվել, դրանք որևէ ձևով չեն կարողացել հիմնավորել, որտեղ դրանք պարզապես բացակայել է եւ բնականաբար, որպեսզի շատ ավելի ակնհայտ չդառնա, որ սա քաղաքական հետապնդումներ են, իշխանությունը փորձում է անընդհատ ինչ-որ նոր բաներ բերել առաջին պլան։ Արդյոք նաև Գյումրիի ընտրություններն են, որոնք իշխանության համար ունեն հսկայական նշանակություն եւ իշխանությունը փորձում է նաև այս հանգամանքը եւ լոկալ մակարդակում Գյումրիում կոնկրետ ընդդիմադիր տեխնացուների դեմ օգտագործվել եւ ընդհանուր կոնտեքստում այսպես կոչված նախկին իշխանությունների։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ այսպես կոչված նախկիններ այդ եզրույթը այլևս որևէ ձևով չի աշխատում եւ իշխանությունը նաև սրանից ելնելով փորձում է շատ ավելի ագրեսիվ գործել եւ դրա դրսեւորումները ոչ միայն այսօր են երևում, այլ նաև առաջիկայում իրենց դրսեւորումը կունենան նաև այլ գործիչների տեսքով։